Հարգելի փաստաբաններ, մենք երեկվանից այսպես հասարակությանը շոկահարել ենք երկու դպրոցահասակ աշակերտների ձերբակալության լուրով, դեպքը տեղի ունեցել Սուրբ Աննայի բակում, Փաշինյանի այսպես չհայտարարված, այցով պայմանավորված, եւ ահա տղաները այս պահին ձերբակալման վայրում են, չէ՞։ Այս պահին ձերբակալման վայրում են, ձերբակալվածի կարգավիճակով։ Ահա, եւ դեռևս մեղադրանք առաջադրված չէ, տասված առաջադրված չի, հույս ունենանք, որ միգուցե կգտնվեն օբյեկտիվ, կգտնվեն անաչառ եւ բանը դրան չի հասնի։ Տիկին Մարտիրոսյան դատաբժշկական փորձաքննություններ։ Դատաբժշկական փորձաքննություն նշանակվել էր Դավիթ Մինասյանի մասով, կարծում եմ կապված էր այն հանգամանքի հետ, որ բոլորս էլ տեսանք տեսագրություններից մասնավորապես, որ Դավիթ Մինասյանին եկեղեցու մոտ ընթացքում հարվածել են։ Այս պահի դրությամբ չունեք ինչ-որ արդյունքներ։ Չէ, դեռ որևէ բան չկա, այսօրին են գնացել փորձել։ Իրենք իրենց ինչպես են զգում, ես տեղեկացա, որ խնդրել են աղոթագրքեր։ Այո, խնդրել են աղոթագրքեր։ Երեխաները ինչպես որ նշեցիք, այո, առանձնահատուկ, ես ասում եմ, վերաբերմունք ունեն եկեղեցու հանդեպ։ Եվ եկեղեցու հանդեպ, եւ իրենց առաջադիմություններով, եւ փաստաթղթերը մենք հենց հիմա փաստաբաններով դուք շարել եք սեղանին, այսպես խնամքով, ոնց հասկանում եմ, սրանք նաեւ ահագին մեծականակ են եւ սեղանը չի բավականացնի, բայց մի ճշտող հարց, Լուսինե, իրականում հարվածողը ով է եղել, ըստ մեր գործընկերների տարածած հաղորդումների, Փաշինյանի առաջին հարվածողը եղել է Փաշինյանի թիկնազորի։ Մենք չունենք, թե ով ա եղել, չգիտեմ ճիշտ ասած, ես ինքս չգիտեմ, այդ ձեր ասածը ընդհանրապես տեսագրություններից եւ մամուլում գրվող, որ ասում են եղել է թիկնապահ։ Դե որովհետեւ այդքան մոտ Փաշինյանին առնվազն պիտի թիկնապահը լիներ։ Եթե ընտանիքի անդամը չէր, հետեւաբար տրամաբանությունը հուշում է թիկնապահն է։ Եվ թիկնապահը պիտի այդքան շահագրգռված լիներ, բայց առաջին հարվածը եղել է թիկնապահից, դուք տեղյակ եք մանրամասներին, ձեզ պատմել են տղաները։ Գործի մանրամասների հետ կապված, կոնկրետ միջադեպի հետ կապված, այս պահին որևէ բան բարձրաբանում մեկնաբանություն են տալու, դրանք անդրադառնանք հետո, որովհետեւ դեռ չեն պատմել։ Այս պահին մեր գերխնդիրը եղել է երեխաների առողջական վիճակը, որովհետեւ ինչպես արդեն մենք ասել ենք, երկուսն էլ ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք մեր գնահատմամբ ուղղակիորեն անհամատեղելի են անազատության հետ։ Մենք արդեն քննարկում ենք անազատության մասին այդ հնարավոր վարկածները։ Դուք իսկապես հավատում եք, մի ծնող էլ դուք եք, հարգելի փաստաբան, եւ դուք այս պահին ներգրաված եք նաեւ գործում որպես ծնող, չէ՞։ Որպես փաստաբան ներգրաված եմ եւ որպես ծնող ինձ համար երևի թե կրկնակի դժվար է հիմա խոսելը, այն էմոցիոնալ ֆոնը, որ հիմա ես ունեմ։ Երեխեքին ճանաչում եմ 10 տարի, իմ տղայիս հետ նրանք սովորում են նույն դասարանում։ Դավիթս եւ Միքայելս այդպես պետք է ես արտահայտվեմ երեխեքի մասով, որտեղ իրենք են բացառիկ երեխեքն են, որոնք դպրոցում համարվել են լավագույնը, երկու դպրոցի դեմքը պարզ անող բոլոր մրցույթներում եղել են Դավիթը եւ Միքայելը, մշտապես ստացել են պատվոգրերը եւ մեր բոլոր երեխաների համար իրենք եղել են ուղեցույց, ուղենիշ եւ այն մարդը, ում պետք է հասնել։ Ես նույնպես տղա երեխա եմ արեմ, միշտ իմ ծնողական խորհուրդը եղել է նմանվի Դավիթին Միքայելին, որտեղ այս երեխեքը դա մեր խոսքեր չի, որ ուզում են որպես փաստաբան մեկնաբանեն, որ դե հիմա այս փաստաթղթերը դրանց մասին են վկայում։ Պատկերացրեք, երեխեքը բացարձակ տիրապետում են օտար լեզուների, տիրապետում են անգլերենի, B1 մակարդակով տիրապետում են իսպաներենի։ Այդ երեխեքը մեր երեխեքի համար եւ ուսուցիչ են ինչ որտեղ, եւ սովորացնող են, եւ զսպող են իրենց վարքով եղել։ Հավատացեք, ես կարող եմ անգամ դա ասել։ Ու այսօր այդ երեխեքին ներկայացնել ինձ համար շատ մեծ ցավ է, երբ որ ես կարդում եմ որոշակի գրառումները, անկեղծ եմ ասում, ես զարմանում եմ մեր ժողովրդի այս աշճանի բևեռացված ու դաժան լինելու վրա։ Որևէ իրավական գնահատական չեմ ուզում տալ, որևէ իրավական գնահատական, բայց չէ որ պետք է հաշվի առնենք 18 տարեկան երեխեքի մասին է խոսքը։ Այսինքն քննադատում են։ Քննադատելը ամեն ինչ կարդացել եմ։ Չեք կարծում, որ սա իշխանության, այո, ճիշտ է ասում գործընկերս։ Իշխանության падգամավորները իրենք առաջին այս տղաներին թիրախավորեցին
Եվ շատ կոշտ գնահատականներով, վերաբերմունքով եւ ի վերջային հոդվածը, որով այս տղաները գտնվում են հիմա ձերբակալման վայրում, արդյոք չի հուշում, որ ուղղորդված արշավ է սկսվել ընտանիքի դեմ։ Ես երևի թե միշտ ասել եմ, որ շատ սարսափելի լավատես եմ։ Հույս ունեմ, որ այն օբյեկտիվությունը, որը հույս ունեմ դեռևս, որ օբյեկտիվությունը պետք է ապահովեն ու հասկանան իրականում ինչ է տեղի ունեցել ու երեխեքին չեն հասցնելու մեղադրանքի, չեն կործանելու վառ ապագա եւ պայծառ ապագա եւ այս երկրի համար պիտանի արժանի զավակ ունենալու մեր հնարավորությունը։ Այո, այն հատվածները, այն կասկածանքը, ինչ կասկածանքով, որ այսօր երեխեքը ձերբակալվել են, ինձ համար են, որ ասում եմ, աբսուրդի ժանրից է։ Կրկնեք, հա, հոդվածները եւ մարդկանց համար մի քիչ հասկանալի լեզվով բացատրենք, եւ դրանք ինչ են ենթադրում այդ հոդվածները, որոնք Աստված մի արասե թե դառնում մեղադրանք։ Մյուս հոդվածը 452 հոդվածի, ոնց հասկացա այս պահին արդեն երրորդ մասի կասկածանքն է, պաշտոնատար անձի օրինական, ծառայական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող անձին բռնություն գործադրելու, պաշտոնատար անձի օրինական, ծառայական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա եւ այլն։ Կիրակի օրով քաղաքական, պաշտոնեական, օրինական ինչ գործունեություն են ծավալում հանգստյան օրով Եվ հետո դա դարամերժ չէ, որակումը եկեղեցու ներսում քաղաքական գործունեությունը ո՞րն է։ Բոլորիս է հայտնի, որ մենք եկեղեցու ներսում քաղաքական գործունեությամբ պայմանավորված որևէ գործողություն անելու իրավունք չունենք։ Բայց եկեք այս պահին ես հոդվածները չմեկնաբանեմ, ասեմ ինչ իհարկե համարում եմ ոչ օրինական ազատազրկման սահմանը մի հատ ասեք, հա, վախենալով հարցնում ենք 2-ից 5 տարի։ Այսինքն այս առաջադիմությամբ երեխաները պիտի այսպես մի հատ պատահական միջադեպով հայտնվեն բերդում։ Այլընտրանքային պատիժներն են նախատեսում։ Ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, ասեմ ինչի, որտեղ հույս ունեմ, որ ի վերջո չենք հասնելու մենք դրան։ 72 ժամով երեխաները ձերբակալված են։ Հույս ունեմ, որ երեխեքին մեղադրանք չեն առաջադրելու։ Ինչի համար հոդվածները հիմա չեմ մեկնաբանում եւ ինչ որ քայլ առաջ չեմ գնում, որովհետեւ դեռևս չունենք մեղադրանք։ Երեխեքը ընդհանրապես կասկածյալի կարգավիճակ ունեն, ձերբակալվածի կարգավիճակ ունեն, մեղադրյալի կարգավիճակ չունեն։ Աստված մի արասցե, եթե երեխաներին մեղադրանքներ առաջադրվի, բնականաբար ամբողջ մանրամասնությամբ հանդես են գալու եւ հանրայնացնել են այն ամենը, ինչը որ արդեն մեր ձեռքի տակ կլինի։ Տեղեկություն ստացանք, որ գիշերը շտապօգնության մեքենա է գնացել ԶՊՎ, ինչ խնդիր կար տղաների հետ կապված։ Մենք արդեն ասացինք, որ երեխեքը որոշակի բավականին վաղ ավելի ճիշտ առողջական խնդիրներ ունեն։ Շտապօգնությունը հրավիրվել է, որտեղ մասնավորապես Դավիթը ունեցել էր գլխացավեր, Դավիթը երեկվանից ուժեղ գլխացավեր եւ աչքերը ամբողջությամբ արյուն էր լցված։ Հիմա արդեն հարցում ենք արել, պատասխանը դեռևս չենք ստացել, իրենց հետ զրույցից արդեն իսկ տեղյակ ենք, որ վատ ա եղել, բայց պատասխանը դեռևս չենք ստացել, դրա համար կոնկրետ չեմ կարող ասել ինչ կարգի բուժօգնություն են ցուցաբերել։ Իսկ տղաները հարցաքննվել են, պատմել են տղաներին փորձել են հարցաքննել, երեք հրաժարվել են ցուցմունքներ տալուց։ Կարելի է հասկանալ դրա պատճառը։ Ուղղակի երեխեքը շոկի մեջ են։ Պատկերացրեք դուք իրենց տեսնում եք, sense հաղթանդամ տղաներ, չէ՞, բայց ընդամենը 18 տարեկան են, դեկտեմբերին են դարձել 18 տարեկան։ Իրանք երևի ամբողջությամբ այդ երեխեքը չէին էլ ընկալում իրանց հետ ինչա կատարվում։ Իդեպ ինչու են երկու եղբորը տարել։ Եթե միջադեպը ըստ էության մեկի հետ է ծագել, ինչու են երկու եղբայրները ԶՊՎ-ում գտնվում։ Եվ ինչու մի քանի ժամ անց ձերբակալվում է երրորդ մարդը, Գևորգը, որին ես հանդիպել եմ, եւ այդ մարդը չգիտեր, որ ինքը պիտի ձերբակալվի։ Մենք բակում քննարկում ենք, զրուցում ենք, մենք տեղափոխվում ենք ամեն մեկս մեր տուն, տեղեկանում եմ, որ մի քանի ժամ հետո Գևորգին են ձերբակալել։ Գևորգը փաստորեն ալիբին էր, քաղաքական ալիբին։ Եղել էր բանում, պատարագի էր մասնավորապես։ Մշտապես նա այդ եկեղեցու հավատացյալ է, մշտապես է լինում Գևորգը։ Առավելևս դուք եք ասում, Ես իր դա հետ, մենք չգիտենք, ասեմ, որ երեխեքն էլ մշտապես այցելում են կամ Սուրբ Աննա,
պատարակներին կամ զորավոր, տարբերություն չկա, երեխեքը հավատացան, եթե երեխեն ձերբակալվածի կարգավիճակում ուզում է իր աղոթագրքերը, ես 27 տարի անկեղծ եմ ասում, փաստաբան եմ, 99 թվականից փաստաբան եմ, 27 տարվա ընթացքում երբևէ որևէ ձերբակալված կամ կալանավորված մեզանից չէր ուզել 3 աղոթագիր, խնդրեց ընդ որում, որ եկեղեցիից մենք անպայման աղոթագրքերը վերցնեն, Տեր Ողորմյան, Տեր Ամենակալը եւ Պատարագա Մատույցը։ Միքայելը ասաց, խնդրում եմ աղոթագրքերս անպայման Սուրբ Աննայից վերցրեք։ Դավիթն ասաց, աղոթագրքերս մեկ էլ Պարաբելուս գրքերը կասեք բերեն, որ հետ չմնա։ Մեկը միջազգային հարաբերություններում ուզում սովորի, մյուսը կառավարում ուզում դիմի։ Այս տարի պիտի ընդունվեն։ Այո, այս տարի պետք է ընդունվեն երեխեքը։ Ես ու Լուսինեն Մարտիրոսյան իսկապես լացում ենք, ասում ենք երեխեքը ստեղ աղոթագիրքն են ուզում, որովհետև անձնական խոզարկությամբ արդեն վերցրել էին։ Իդեպ նրանց ոստիկանությունը թույլ չտվեց ավարտել ծեսը, անմիջապես բռնությամբ տեղափոխեցին ԶՊՎ։ Մի հատ որպես փաստաբան նաև այս մասով ձեր գնահատականը տվեք եւ որպես լրագրող ֆիքսենք որևէ իրավապաշտպան, որոնք սովորաբար ծղրտում էին մինչև 18 թիվը, մինչև այս պահը որևէ ձայն չի հանել, չի արձագանքել, չի դատապարտել։ Մեզ համար շատ տարօրինակ են այս կազմակերպությունները իրենց շահած գռանտներով ու իրենց վերաբերմունքով։ Որքանով է համաչափի վերջո դպրոցականների, որովհետև երկուսն էլ դպրոցական են, այդ ուժով, այդ ձևով տանել։ Ընդհանրապես համաչափության մասին խոսք չէր կարող լինել։ Երեխեքին եթե ասեն եկեք գնում ենք, կամ եկեք այս ժամին ներկայացեք, կամ եկեք գնում ենք, երեխեքը անպայման կգային։ Չէին էլ պատկերացնի, որ չպետք է իրանք գնան։ Իրանք չեն էլ հեռացել։ Տարածքից չեն հասցրանալ։ Տարածքից չեն գնացել, դա միջադեպից, հա, միջադեպից մի ժամ ու կես հետո էր տանում։ Կոնկրետ եկել Պատարագի։ Այստեղ անգամ իրավական տեսանկյունից էլ չի կարող խոսք գնալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի մասին։ Երեխաների օրհնությանը պետք է մասնակցեն, որը չհաջողվեց, իսկ այդ ձևով կոպիտ ձևով բերման ենթարկել։ Ես անձամբ այնտեղ եմ եղել, երևի թե խնդրում եմ, ասում եմ, լավ, ուր եք տանում երեխեքին, ինձ ոստիկաններից մեկ ասում եմ, ես փաստաբան եմ, ուր եք տանում երեխեքին, ինձ ասում եմ, պայմանագիրը ցույց տուր, որ ասեմ, որ ենք տանում, այն ինչը, որ տեսել եմ երեք, այն որ սենց ժամանակ առ ժամանակ զարմանքդ պետք է սենց մի հատ թարմացնել, երեխեքին լրիվ սենց կռացրած գետնին տապալելով, այդ ձևով ոստիկանությունից տանել, հասցնել քնչական բաժին, այսինքն որ երեխան ասեն կանգնած մոտեցի էլի ձեռնաշղթաներով չէր լինի։ Իդեպ բռնության բաներ նկատել եք, բռնություն կիրառվել է տղաների նկատմամբ։ Մենք անձամբ հարցրել ենք, երեխեք ասեցին, որ իրենց նկատմամբ բացի բերման ենթարկելուց, ինչ ձևով որ մեզ կոպիտ բերման են ենթարկել, իրենք բռնության չեն ենթարկել։ Մենք երբեմն նաև վատ բառամթերք ենք լսել ոստիկաններից։ Դրանք էլ չեն հնչել։ Այստեղ այսքան հնչել են։ Եվ իմ մյուս հարցը, ի վերջո ինչու երկու եղբորը տարան։ Չգիտեմ, եթե Գևորգ Գևորգյանին էլ տարան ու ասեցին Գևորգ Գևորգյանն էլ չգիտեմ ինչ առնչություն ունի, երեխեք ընդ որում այդտեղ առաջ անգամ Գևորգ Գևորգյանին տեսան, ասեցին երեխեք ջան, Գևորգ Գևորգյանն է որ ձեր հետ ձերբակալվել է, ասեցին վայ բարև ձեզ, ընդհանրեն ասեցին ու ներս մտան, որտեղ որևէ կապ չունեն, որևէ առնչություն չեն ունեցել։ Գևորգյան Գևորգը ուղղակի այնտեղ ա եղել ու ես հավատացել եմ երեխեքին մի խփեք, որտեղ ես էլ եմ բնականաբար ճանաչում։ Այդքանի միջից քաղաքական դաշտի հետ աֆիլացվողը ինքն էր, երևի ձերբակալել են, որպեսզի սա կարվի այն կոնտեքստում, որը որ հնչում է քաղաքական ուժի շուրթերով։ Մեկ հայտարարություն կարող եմ անել, այն որ պաշտոնապես հայտարարում եմ, ոչ երեխեքը, ոչ իրանց ծնողները, որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն։ Մայրը բժշկուհի է, չէ՞։ Այո, ես 10 տարի ճանաչում եմ այդ ընտանիքին։ Երեխեքը որևէ քաղաքական պատկանելություն չունեն։ Ավելին ասեմ, մինչև այս պահը անգամ, ես չգիտեմ, թե երեխեքին, անգամ ես հարց եմ տվել, երեխեք, ասենք ոնց եք գնահատում էլի մեր այս քաղաքական դաշտը, որտեղ իրանք շատ խելացի են, մենք էլ շատ հաճախ ենք հանդիպում, ոնց եք գնահատում, ասենք այս թեկնածուն, ինձ ասել են, Վարդի ծեծա, կլինի մենք չպատասխանենք, որտեղ այդ մեր
որոշելու խնդիրն է։ Իրանք ինքան sense հասուն երեխեք են։ Ես իմացա, որ ոստիկանությունում էլ այսպես պարտադրել են իրենց այդ հարգանքով վերաբերվել, դույով չխոսել։ Իրանք Եվ ասում են շոկահարվել էին առաջինը հենց ոստիկանները, քննիչները, այդպիսի տեղեկություններ մեզ Ոչ հասան։ մեկի հետ դույով չեն խոսում։ Երբեք այդ երեխեքը դույով խոսացած, ախր մի քիչ հիմա անգամ չեմ կարող նկարագրել այս երեխեքի դաստիարակության։ Լավ, ենթադրենք դաստիարակությունը մի կողմ, մենք ճիշտ է անդադ պնդում ենք եւ գիտենք, վստահեցնում ենք, որ քաղաքական բան չեն ունեցել, բայց նույնիսկ եթե ի վերջո քաղաքականությունը ինքը երեք մտել է եկեղեցի եւ հայտարարել է մինչ այդ որ ես քարոզարշավ եմ անում շաբաթ կիրակիներին, քաղաքականությունը իր ոտքով մտել է եկեղեցի։ Այո, իրենց ոտքով Հիմա, այսինքն, բայց երեխեքը չեն եղել այդ։ Ենթադրենք մայրն էլ ուներ քաղաքական հայացքներ, դրա համար մենք դիբռնենք մարդկանց տանենք դատենք։ Եթե հանկարծ էլ լիներ, ուրեմն այս մայրն էլ կալանավորված, սերբակալված կլիներ, էլի, փաստորը։ Ենթադրում եմ, որ այդպես կլիներ։ Հիմա ինչ ասեմ, պատասխան ես անկից ես Որտեղ պատասխան։ մեր քաղաքական հայացքները դրանք մեր ընտրությունն են, ով իրավունք ունի իմ սահմանադրական իրավունքի հանդեպ ոտնձգություններ ունենա։ Շատ լավ։ Եվ հետո հարկադրաբար սիրում են քաղաքական ուժին, չգիտեմ։ Կարող է հարկադրաբար աղոթում են ինչ որ պատարակների, բայց հարկադրաբար դժվար սիրեն։ Հիմա փաստորեն մենք ունենք էլ ինչ ունենք ձերբակալված 2-18 տարեկան պայծառ երեխեք։ Սրանք բնութագրերն են իմ եւ Զարայի արչեւ դրված երկու դպրոցների տնօրինությունից։ Երկու դպրոցների տնօրինությունից չի, ուրեմն ես դες նաեւ ասում, որ այս տղա սովորում է նաեւ միջնակարգ դպրոցում են իրար հետ սովորել, նաեւ ավագ դպրոցում են իրար հետ հիմա սովորում։ Սա միջնակարգ դպրոցից տնօրենից եւ դասղեկից արդեն ստացել են միջնակարգ դպրոցի, որը որ արդեն ավարտել են երեխեքը, տնօրենի եւ դասղեկի բնութագրերն էին, իսկ ավագ դպրոցին արդեն խնդրել ենք, հարցում ենք արել, որպեսզի պատասխանեն, բնութագրեն երեխեքին, դեռևս պատասխանը չենք ստացել, ու հույսով եմ կստանանք պատասխանը։ պատասխանը։ Մի ճշգրտում, էլի հիմա այսից հետո ինչ է սպասվում քնչական պիտի տանեն ու պիտի տանեն։ Սպասում ենք, որ քնչականից տեղեկություն տան մեզ, թե երբ են հրավիրելու, այսինքն երբ ենք ներկանալու, երբ են պատրաստվում գործողության։ Կարծում եմ դա արդեն լինելու է կամ մեղադրանք են ներկայացնելու կամ չեն ներկայացնելու։ Ինչ է, այսինքն առերեսում է լինելու, հարցաքննություն է լինելու, ինչ է լինելու։ Եթե մեղադրանք ներկայացրեցին, կներկայացնեն մեղադրանքը, դրանից կհետևի նաև հարցաքննություն։ Դե եթե ոչ Ամեն դեպքում դուք լավատես եք, ռեժիմը դեռ 72 ժամյա ռեժիմն է, բայց ասում եմ ներկայացրել ենք նաև միջնորդությունը, որ անհապաղ ազատ արձակվի։ Իդեպ Գևորգը ազատ արձակվել է թե ոչ։ Իմ տեղեկությունները ոչ։ Դեռևս ոչ։ Հաշվի առնելով, որ դպրոցականների նկատմամբ այս անհամաչափ բերման ենթարկելը, Ուժ կիրառելը տեղի ունեցել, արդյոք պատրաստում եք նաև միջազգային Հայաստանում թեպուզ գործող միջազգային կառույցների դիմել այս դրվագի վրա շեշտադրում անելով, որովհետև տեսնում ենք հենց տարբեր միջազգային կառույցներ պարբերաբար գովեստի խոսքերով են խոսում ոստիկանության իրավապահ համակարգի մասին։ Միանշանակ պատրաստում ենք, Այստեղ մենք առաջի օրվանից նաև ես այսօր առավոտյան էլ անդրադարձ կատարեցի մեր երկրում գործող մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մենք երեքպես միջադեպ ունեցանք, որովհետև Ինչ միջադեպ միջազգային կառույցների այսօր այցելել են երեխաների, բայց Միպն անձամբ թե էլի աշխատակազմից։ Աշխատակազմից են այցելել։ Շատ կլինի։ Օրինակ մենք երեք ունեցանք խնդիր, այսինքն մենք երեք ունեցանք խնդիր, իրավական հետևանքներով խնդիր, որովհետև ուղիղ 1 ժամից ավել փաստաբաններից չէին թողում, որպեսզի բարձրանային մեր պաշտպանյալների մոտ։ Նախադեպ են դարձրել, սովորաբար Այո, ընթացքում իրենք այդտեղ անում էին գործողություններ։ Ընթերականներ բերեցին, ազնական խուզարկություն արեցին, հետո ընթերականներին ճանապարհեցին ազնական մեքենաներով, այդ ամեն ինչը տեսագրում էին։ Իդեպ տունը խուզարկվել է, Ոչ, դեռ ոչ։ Գիտեք հիմա ինչն են նայում, երեխեքը պետական ավարտական քննության արդյունքները, բոլորը 20, բացի ֆիզկուլտուրայից։ Բոլորը 20 երեխեքը։ Իսկ առողջական խնդիրների մասով դուք արդեն հանձնել եք փաստաթղթերը։ Առողջական խնդիրների մասով փաստաթղթերը հանձնել ենք, գիշերը գիտենք, որ Դավիթի մոտ արդեն բացասական, այսպես դինամիկա է, բնականաբար չէր կարող դա որևէ բացասական ազդեցություն երեխայի վրա չթողներ։ Շտապ ուժօգնություն է հրավիրվել, բայց խնդիր կա նաև նրա հետ, որ երեխան ունի նաև ալերգիա։
ալերգիա ներք չբացահայտված։ Բացահայտված ալերգիա։ Այսինքն չգիտեն ինչն է կարելի, ինչը չի կարելի, այստեղ եւ սննդի հետ կապված, եւ բուժօգնության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք։ Շատ լուրջ խնդիր ունենք։ Հիմա մենք այդ համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելու դրանք էլ նաեւ լրացուցիչներ կայացնելու փուլում ենք գտնվում, ինչով տեսնենք ինչեր են։ Ես իմացա, որ այսինքն մեզ էին գրել, ճիշտ ասած, իրենց դպրոցից աշակերտների ծնողներ եւ հետաքրքրվում էին նախ ծեր գրասենյակի տեղն էին հարցնում, հետո մեզ առաջարկում էին հարցազրույցներ։ Ճիշտն ասած, մենք առաջարկել ենք, որ գրասենյակին մոտենան, մենք այստեղ հարցազրույցներ վերցնենք, որտեղ մենք իրենց քաղաքի տարբեր անկյուններում հանդիպելու հնարավորություն չենք ունենա։ Դեմ չեք, որ իրենք այստեղ ձեզ հանդիպեն, այդ թվում մեզ լրագրողներից։ Ծնողները 3 բանից են այստեղ, 3 քննչականի մոտ են ծնողները, հետո եկել էին գրասենյակ, որովհետև բոլորը պատրաստական կանգնած են, ինչով կարող ենք մեր երեխեքին։ Իդեպ մեզ նաև ուսուցիչներն էին գրել եւ ասում էին, որ շատ փայլուն բիզնես մտածողություն ունի Միքայելը։ Այո, ինքը բիզնես կոնսուլտանտ է, համել աշխատում է։ Արդեն աշխատում է։ Իրենք բիզնես, հա, երկուսն է։ Օնլայն իրենք նաև աշխատում են։ Բիզնես կոնսուլտացիաներ են տրամադրում։ Դե ասում է, երեխան համարվում է լավագույն աշակերտ իր բարձր իմացությամբ եւ գերազանց վարքով։ Շնորհակալագրեր նա երեխեքին։ Այստեղ մեծ դիտողները ուղիղ հեռարձակման տակ աջակցության խոսքեր են գրել։ Շնորհակալ եմ։ Մենք մեր պատվոգրերը ցույց տանք։ Երեխաներ են օգնեք, որ դուրս գան, ձեզ են դիմում փաստաբանների։ Խնդրեմ բարձր միավորները, պատվոգրերը։ Իրանք էլ են անընդհատ իսկ ինչ են ասում, իսկ կան այսինքն իրանք այդ խոսքերին են։ Ճիշտն ասած ինձ թուրք էր նաև արձագանքել եւ իմացա, որ շատ հավալի է մեր պետության։ հա, ուրախությամբ էր ճիշտն ասած արձագանքել իմ գրառումներին։ Ես բնականաբար թուրքերեն չգիտեմ եւ չեմ կարող արձագանքել, հավանաբար թուրքերեն իմացող ԿՊԱ-ական падգամավորներին կդիմեմ, ինձ կօգնեն այդ առումով։ Երևս ասում եմ ամփոփենք մեր ուղիղ հեռարձակումը եւ մեկ էլ 6:30 չէ նախատեսված է։ 6:30 ծնողներն ու աշակերտներն են։ Ծնողներ, աշակերտներ եւ փաստաբաններ։ Սրանք իսպաներենի իմացության փաստաթղթերն են։ Իրենց բոլոր ընկերները պատրաստական են։ Այն չեմ կարող անգամ ցույց տալ, թե ինչքան են ինձ։ Մենք հասցրինք զրուցել երկու ծնողի հետ դեռևս, բայց էլի ցանկացողներ կան խոսող, տեսնենք հիմա ոնց կստացվի, նրանք էլ բոլորը կնդում են։ Հա, խնդրեմ, տղաների պատվոգրերն են, գովասանագրերը։ Եվ ընտանիքի հետ կապված, ասում եմ միակ երեխաներն էին դասանի, որ ծնողական ժողովներին եւ հայրն են ներկայանում, եւ մայրն են ներկայանում, եւ միայն գովեստի խոսքեր։ Ձեզ շնորհակալություն։ Ես պատվոգրերը Դավիթի ու Միքայելի նկարեմ։ Եվ այս առաջադիմությամբ տղաներին Արսեն Թորոսյանը Այո, մեր օրերում այն էլ 12-րդ դասանի երեխա, որ այն էլ տղա երեխա, որ այսպիսի առաջադիմություն ունենա։ Ասացիք մայրը բժշկուհի է։ Շնորհակալություն։ Սպասենք քննչական կոմիտեի լուրերին։